կերպ տնի մեջ ասած կարծես թե նոր Հայաստանում, հա, իրական Հայաստանում օրինաչափ է այն ինչ էսպային տեղի ունենում, նկատի ունեմ այն, որ քաղաքացի է մահացել ավտոշարացյան վրա երթի պատճառով եւ որևիցե մեկը պատասխանատվության միջաժում չի ենթարկվել։ Այո, դուք արդարացիորեն նշում եք, որ սա է իրական Հայաստանի պատկերը, Փաշինյանական Հայաստանի պատկերը։ Հավանաբար բոլորդ էլ կհիշեք, որ 7 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը նույն քաղաքացիների առջև խոնարհվում էր, սիրո խոստովանություններ էր շռայլում։ Հիմա իր խմբակցության տարբեր ներկայացուցիչներ կամ թքում են քաղաքացու վրա, ամենավերջին բառերով են խոսում քաղաքացու հետ։ Իսկ կոնկրետ Սոնա Մնացականյանի դեպքով էլ հաստատի սպանել են մարդուն եւ նույնիսկ կանգ չեն առել։ Այո, դա է իրական Փաշինյանական Հայաստանի պատկերը, բայց մեր բոլորիս խնդիրն է, որպեսզի ամեն բան անենք, որպեսզի արդարությունը վերականգնվի։ Գիտեք, երբ գալիս է այստեղ, մարդկանց էի հանդիպում, ովքեր միմյանց հարց էին տալիս, ինչ է կատարվում, ով է Սոնա Մնացականյանն, այսինքն 3 տարի անց մարդիկ ամբողջությամբ չեն հիշում այն իրադարձությունը, որ տեղի ունեցել 3 տարի։ Ես կարծում եմ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է ամեն բան անել արդարության վերականգնման եւ շատ մեծ ռոմանտիկ չեմ, որպեսզի կարծեմ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք հնարավոր է արդարության վերականգնումը, բայց վստահաբար նրան հեռացնելուց հետո Սոնա Մնացականյանի գործը իսկապես ունենալու է համապատասխան ելքը, այսինքն պատժվելու են մարդիկ, ովքեր ստացվել է, որ պատճառ են դարձել Սոնայի եւ իր ծնված երեխայի մահ։ Եվ այդ մարդկանց շրջանակը ինչպիսին է, ամեն դեպքում քրեական գործով անցնում էր միայն տվյալ մեքենայի վարորդը, ով չկալանավորվեց, միայն է պատասխանատու։ Տեսեք, ես շատ բնականաբար չեմ կարող ավելի շրջանակը ընդլայնել իմ տեսանկյունից, բայց վստահաբար պետք է ասել, որ գործը հավուր պատշաճի է քննվելու։ Ես կարող եմ հիմա ուղղակի համոզմունք հայտնել, որ կա քաղաքական ուղիղ ցուցում գործը ճիշտ ուղղությամբ չտանելու, այսինքն քաղաքական հովանավորչության այս պահին գործընթացը տեղի ունենում եւ քանի կա Նիկոլ Փաշինյանը ակնհայտ է, որ որևէ մեկը պատժի չի ենթարկվելու, բայց աբսուրդը նույնիսկ նա է, որ որևէ մեկը իր ծառայողական լիազորությունները չի կասեցրել, այսինքն այդ նույն մարդիկ շարունակում են այսօր էլ աշխատել եւ այնինչ տեղի ունեցել 3 տարի առաջ կարող է մեզանից յուրաքանչյուրի հետ պատահել յուրաքանչյուր վայրկյանին։ Եվ նաև արձագանքելով, երբ որ նմանատիպ դեպքերը հիշեցնում են Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում, ասում են այդ թվում եւ առանձին քվեականներ ասում են, դե օրինակ նախկինում էլ պատժեզներում մարդկանց չէին ծեծում, զուգարաններում չէին սպանում, ամեն անդադար այդ համեմատության մեջ են դնում։ Սա որքանով է համարժեք այս կատարվածը։ Բնականաբար համարժեք չէ, այդ իրենց քաղաքական լեքսիկոնն է։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, որ 7 տարի նույն դասարանում է մնացել, նույն նարատիվներով է մնացել, բայց իշխանության գալիս էին, որպեսզի մաքսիմալ արդարություն լինի, սոցիալական արդարություն լինի, արդարադատություն ի վերջո լինի, բայց հիմա ուր է այդ արդարադատությունը։ Այստեղ հավաքված մարդիկ եւ ընդհանրապես մեզ հետևող մարդիկ վստահ եմ, որ ուզում են, որպեսզի մեր երկրում լինի իրական արդարություն, արդարադատություն եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանական, այսպես հովանավորչություն։